Հավաքյան Լիլիաննան եմ, զբաղվում եմ տաֆթինգով։ Մի տարի առաջ, ոնց է ծմր, հա, մի տարի առաջ միամիտ ամերիկյան YouTube-ով տեսել եմ, որ sense տղա ձեռը ինչ-որ տարօրինակ սարքով, տարօրինակ տարածքում սկսում է մի բան խփել։ Ու հետո sense ուսումնասիրեցի, այդ ժամանակ չկար ոչ մի, կարելի ասել, ԱՊՀ երկրներում դեռ զարգացած չէր, Ազիայի եւ ամերիկյան վիդեոներով ուսումնասիրել եմ։ Դուրս շատ եկավ, որ նորություն էր, որովհետև Հայաստանում կա ստերեոտիպ, որ կարպետը, գորգը դա турецкий узорով, այսինքն կարմիր, ավանդական գորգ է։ Ինձ գրավեց իր հեշտությունը, որովհետև փաստացի ինքը հեշտ է, բայց փորձ է պետք, որովհետև հենց այդ տաֆթինգի հրացանը, տաֆթինգանը, ինքը ծանր է, ինքը արագ է աշխատում։ Ընդհանրապես տաֆթինգը վաղուց գոյություն ունի, ուղղակի մարդիկ Հայաստանում իրան անվանում են որպես գոբելեն։ Սա նույն իմաստը ունի, ուղղակի ավտոմատացված է։ Ու քանի որ ինքը արագ է անում, շատ կարևոր է բռնցնել, որովհետև երբ որ արդեն սոսնձապատում եք, հետո եթե մի հատ թելիկ աջ կամ ձախ գնա ավելնորդ, ձախ նկարը փչացնելու է։ Ամենասկզբում ես ընտրել եմ այս գույները, այսինքն վերցնում եմ, որը դեռ գծիկ արած չի, որովհետև սենց ավելի հեշտ է օգտագործել։ Վերցնում եմ այս գույները ու սկսում եմ իրենց հատուկ սարքով պտտացնել։ Ես կարող եմ երևի մենակ մի 6 ժամ սա անել։ Առաջի պատվերը ամենօրյա եղնիկ էր ու ասենք դժվար էր, որ ես դեռ չունեի այդքան փորձ, այսինքն ինքը շատ նյուանսներ ունի, անգամ նույն թել գտնելը շատ մեծ խնդիր է, որովհետև պետք է հատուկ մատերիալ լինի, հաստությունը, երկարությունը ու ամենակարևորը պարզվեց, որ երբ որ կտրում եմ պիստոլետը, կտրելու ժամանակ գույնը փոխվում է թելի։ Ու հա, մեջից ուրիշ գույն ունի։ Ու նենց ստացվեց, որ իմ բեժ, ասենց բաց գույնի եղնիկը ստացվեց շագանակագույն միամիտ։ Մինչև աշխատելը շատ կարևոր է մաքրել սարքը, իսկ իր հետևից ուխոդ է պետք, որովհետև այնքան փոշի է վրան նստում, որ ինքը ուղղակի կարա իր մկրատները բթանան, փչանան եւ այլն։ Յուղել եւ մաքրել։ Սկսում եմ այս մասերը մաքրել։ Ես քանի որ իրան 3 յուղել եմ, իրան պետք է գտե 1 շաբաթը 1 յուղել, ավել կարիք չկա։ Ինքը ունի արագություն փոխելու հնարավորություն։ Ես օրաբար աշխատում եմ ամենադանդաղի վրա, որտեղ ամենահարմարն է։ Հələ անգամ քիչ եմ խփում, որպեսզի 100%-ով ես սա ուղիղ խփեմ։ Ինչ որ մեկ ասում է գործել, բայց ես համարում եմ, որ ես իրան խփում եմ։ Հին գորգերը երկար են մնում, որովհետև հիմնականում մեր տան դրած գորգերը իրանք բրդից են ու լրիվ ուրիշ ձևով են գործում, այսինքն հատուկ ստանոք է, տեսած կնեք sense խաչացել իրար վրա հավաքում են, դի լրիվ ուրիշ ձև է։ Այս գորգը ես ունեմ գորգ, որը մի տարվա ընթացքում ոչ մի ձև ինքը չի փոփոխվել։ Ու ես իմ հաճախորդներին ասում եմ, որ եթե ընդ կես տարվա, մի տարվա ընթացքում իր հետևի կտորի հետ ինչ-որ խնդիր լինի, բերեք ես անվճար կփոխեմ այդ մասը։ Բայց մենակ կտորի հարցում, որովհետև հենց սոսնձի բավ ես վստահ եմ, որովհետև սոսինցը չի կարող ուղղակի ամբողջությամբ դուրս գալ, որ փչանա։ Մեկ է կարևոր բան կա, որ հատուկ պահպանելու ձև կա, այսինքն չի կարելի լվալ, շփապրաններով լվում են, չի կարելի գցել լվացքի մեքենա, փոքր գորգերը, հիմչիստկա խորտ չեմ տալիս տանել, այսինքն սխոյ չիստկայով, որ թեթև շոթկայով մաքրում են, ես
պատվերի ժամանակ իրանց հետ այդ ամենը կոնսուլտացիա եմ անցնում եւ նախորդ զգուշացնում եմ, որ ձեռքի աշխատանք է, մի քիչ զգուշ պահեք։ Այսինքն մինիմալը եղել է 15000 դրամ, բայց որպեսզի դուք պատկերացնեք, իմ հետևի մատերիալը նյութը, հենց ասնովան, իր մետրը արժի 5000 դրամ։ Միայն կտորը, որի վրա ես խփելու եմ։ Իսկ ինքնարժեքի մեջ լիքը բաներ են մտնում, այն ժամանակ ես իմ ուժերը չէի հաշվում։ Հիմա արդեն սկսել եմ դա էլ մեջ մտցնել։ Ամենաթանկ իմ աշխատանքը դա է 270,000։ Եթե մեծ աշխատանք է, օրինակ իմ ինքը ամենամեծը չի, բայց ամենաբարդ իմ աշխատանքն է եղել, որովհետև դե 30-ից ավել երանգներ կան ու պլյուս այսպես խառնվում են։ Փորձերս եղել են, երբ որ չգիտեի, որ անգամ այս թելի քանակը շատ մեծ ուժ ունի էլի այս գործի մեջ, որովհետև սա փոխում է։ Так, հիմա ես սկսեցի իրան, որովհետև ինձ պետք է ինչ-որ հանգստի, ինչ-որ ժամանակ անցնել, ինչ-որ ռելաքսեր պետք, որովհետև փոքր ժամանակվա ինձ նկարչության գնալով երկար տարիներ, ես արդեն զզվել էի նկարելուց, բայց շատ էի, հենց այդ ամեն ինչի իմ դուրս շատ է գալիս, սա իմ համար ինչ-որ ալտերնատիվ բան է, որը նույնպես ինձ համ հանգստություն է բերում, համ գումար։ Նախորդ այս ավելնորդ մասերը կտրում եմ ու իր հետ նաև թելերն են ավելնորդ կտրվելու։